Ողջ փառքերը մենք միշտ տալիս ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ քանի բոլորդ ոտքի եք, եկեք մի փոքր աղոթքով սկսենք մեր այսօրվա ծառայությունը։ Փառավոր Տեր, մենք փառք ենք տալիս քեզ այսօրվա համար։ Մեկ օր ևս բացեցիր մեր աչքերը, որպեսզի մեզ ցույց տաս այն բոլոր հրաշագործությունները, որ դու արել ես։ Մեզ առաջնորդեցիր քո տուն, քո եկեղեցին, լսելու քո խոսքը, փառաբանելու քեզ։ Խնդրում եմ հիմա Տեր, բացիր իմ քույրերի եւ եղբայրների զգայարանները, որ նրանք ընկալեն այն ամենը, ինչ որ պիտի խոսվի այստեղից, եւ խնդրում եմ Տեր, ինձ էլ հնարավորություն տուր այնպես ներկայացնելու, որ անմատչելի լինի բոլորին։ Ողջ փառքերը մենք միշտ տալիս ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Խնդրում եմ ձեր ծափերի տակ, մենք մեր փառաբանության խմբին ուղարկենք իրենց տեղերը։ Խնդրում եմ բոլորդ նստեք, բարի կեսօր, սիրելի իմ եկեղեցի, ինչպես տեսնում եք, այսօր ես եմ ձեզ ծառայելու եւ ես մի փոքրիկ պատգամ եմ պատրաստել այսօր ձեզ համար։ Հույսով եմ, որ օրհնված կլինեք եւ բարեհաջող լցված կգնաք ձեր տները։ Ուրեմն ես խոսելու եմ այսօր մի առակի մասին, վերնագիրը դրել եմ առակս ինչ ցուցան է։ Ուրեմն սա մի առակ է, որ բոլորից շատ լավ, շատ ծանոթ է, հայտնի առակ է, որ իհարկե Հիսուսն է ասել, եւ բազմիցս անգամ լսել եք եւ նույնիսկ շատերը իրենց առօրյա խոսակցության մեջ բերումներ են անում այս առակից։ Ես այսօր ուզում եմ ցույց տալ, որ մինչև հիմա մենք ինչպես որ ընդունել ենք, ինչ որ հասկացել ենք այս առակից, բոլորովին չի համապատասխանում այն, ինչի համար եւ ումը Տեր Հիսուսը ասել է։ Ես վստահ եմ բոլորդ էլ ինձ հետ կհամաձայնվեք, որ Հիսուսը ոչ մի անգամ անտեղի, ասենք պարզապես ասելու համար առակ կամ ասացված չի ասել։ Երբ որ Հիսուսը մի առակ էր ասում, նա այդ առակները ասում էր ելնելով տվյալ իրավիճակից կամ ասենք տեղի ունեցող իրադարձություններից։ Ուրեմն այս առակում կրտսեր որդին հորից պահանջում է իր հասանելիքը, օտար երկիր է գտնում, վատնում է այն, ընկնում է խոզանոց, ետ է վերադառնում հոր մոտ եւ հայրը ներում է նրան։ Շատ գեղեցիկ մի պատմություն իհարկե, հոր ներողամտության եւ նրա մեծ անսահման սիրո մասին։ Սակայն այս առակը հեռացող կրտսեր որդու մասին չէ։ Այս առակը հոր մոտ մնացած ավագ որդու մասին է։ Հիմա մենք իրար հետ իհարկե կբացահայտենք դա, մինչև առակը կարդալը մենք պետք է հասկանանք, թե ինչն էր իրավիճակը, որ Քրիստոսը այս առակը ասեց, կամ ում էր ասում այս առակը։ Ղուկաս 15-րդ գլխի, Ղուկաս ավետարանի 15 գլխի 1-ից 2-ում ասում է. բոլոր մաքսավորներն ու մեղավորները մոտենում էին նրան, որ լսեին։ Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին ու ասում. սա մեղավորներին ընդունում է ու նրանց հետ ուտում։ Այստեղ տեսնում ենք երկու գրուպ, մեկը մաքսավորները եւ մեղավորներն էին, որ հավաքվում էին Հիսուսի մոտ եւ ամեն անգամ այս բազմությունը մեծանում էր, որովհետեւ նրանք սիրում էին լինել Հիսուսի մոտ, լսել Աստծո խոսքը եւ նրա հետ ճաշում ընտրում էին։ Եվ մյուս գրուպը մենք տեսնում ենք մաքսավորները եւ դպիրները, որոնք փարիսեցիները եւ դպիրները, որոնք տվյալ հասարակարգի իշխող դասակարգներ, նրանք հոգեբորական դասակարգներ, սրանք Մովսեսի հնգամատյանը օրենքները ամբողջովին սերտած մարդիկ էին եւ իրենց կյանքը նվիրել էին հնազանդորեն ծառայում էին Աստծո տանը ու իրենք գիտեին, ասենք, բոլոր աստվածային օրենքները։ Եվ նրանք մեղադրում էին Հիսուսին, որ Հիսուսը ընդունում է մեղավորներին եւ նրանց հետ ճաշի է նստում։ Այս հոգևոր խաղը չէ որ իրենք Աստծոտան մեջ էին միշտ եւ գիտեին ամեն ինչ աստվածային օրենքները, մտածում էին, որ միայն իրենք են,
որ արժանի են Աստծո թագավորության մեջ մտնելու, այսինքն այս մեղավորները իրավունք չունեն Աստծո թագավորության մեջ մտնելու։ Հիսուսը այս առակը ուղղակի ասեց փարիսեցիներին, ովքեր այնքան վստահ էին, որ միայն իրենք են արքայության որդիները։ Ուշադրություն դարձնենք, որ մինչև այս առակի ասելը Հիսուսը երկու ուրիշ առակել է ասել։ Այս առակից անմիջապես առաջ երկու ուրիշ առակ է ասել, հետո ասել է այս երրորդ առակը։ Ուրեմն առաջի առակը Ղուկաս 15-րդ գլխի 4-ից 7-ն է։ Ձեզանից ով 100 ոչխար ունենա, եւ եթե դրանցից մեկը կորցնի, 99 անապատում չի թողնի եւ կորածի ետևից չի գնա, մինչեւ որ այն գտնի, եւ երբ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի, եւ տուն գալով բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. ինձ հետ ուրախացեք, որովհետեւ իմ կորած ոչխարը գտա։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան 99 արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։ Սրանից անմիջապես հետո Հիսուսը երկրորդ առակն է ասում, շարունակվում է 15-րդ գլխի 8-ից 10-ը, կամ որ կինը, որ 10 դրամ ունենա, եւ եթե 1 դրամը կորցնի, ճրակ չի վառի, տունն ավլի ու ուշադիր փնտրի, մինչև գտնի, եւ երբ գտնի, բարեկամներին ու հարևաններին կկանչի ու կասի. ինձ հետ ուրախացեք, որովհետև գտա դրամը, որ կորցրել էի։ Ասում եմ ձեզ, այդպես էլ Աստծո հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար։ Ուրեմն այս առակներից անմիջապես հետո Հիսուսը ասում է այս մյուս առակը, որը մենք անվանել ենք անառակ որդու առակը, շատերը նույնիսկ ասում են անառակ որդու վերադարձը, ուշադրություն դարձրեք հաջորդականության վրա, կորցրած ոչխար, կորցրած դրամ, կորցրած որդի, ամեն անգամ մի կորցրածը ավելի թանկ է, ավելի ուրեմն, ինչպես ասեմ, արժեքավոր է, այո, ավելի արժեքավոր է, քան նախկինը, ուրեմն ոչխարը կարելի է փոխել, այսինքն առնել մեկ ուրիշ է, եթե կորցնես, դրամը կարող ես վաստակել ուրիշ մի դրամ, սակայն հայրը չի կարող փոխել իր որդուն, եթե կորցնի որդուն։ Եվ հետո ուրեմն մի հարցի էլ ուշադրություն դարձնենք այսպես, որ հովիվը գնում է իր կորած ոչխարի հետևից, փնտրում, գտնում է այն, իր ուսերի վրա դրած բերում է, որովհետև ոչխարը անուղեղ կենդանի է, եւ գլուխը առած կարող է ամեն կողմի վրա գնալ, մոլորվել, նրան ուղղություն տվող է պետք, որ ինքը իր տեղում մնա։ Կինը փնտրում է դրամը, ամեն ծակուցուկ տան մեջ եւ գտնում է դրամը։ Սակայն հայրը չի գնում իր որդու հետևից, նա թողնում է, որ որդին գնա, ինքը չի գնում իր որդու հետևից։ Աչքը ճանապարհին նա սպասում է իր որդու վերադարձին, որովհետեւ որդին ինքը պիտի որոշի, ետ վերադառնա հոր մոտ, թե ոչ։ Հայրը բռնությամբ իր որդուն չի պահելու իր մոտ։ Ինչպես որ մեր երկնային հայրը երբեք չի բռնանում մեր կամքին, որքան էլ որ ցավալի է, թողնում է, որ ամեն ինչ մենք մեր կամքով անենք, իրենից հեռանանք, թեկուզ որ մեղքերի մեջ մտնենք, բայց նա աչքը ճանապարհին մեզ է սպասում, որպեսզի մենք տուն վերադառնանք։ Իսկ հիմա անցնենք առակին եւ իհարկե ես կարդալու եմ շատ բաժիններ այդ առակից, բայց կամաց կհասնենք ինչին որ ուզում ենք։ Հիմա Ղուկաս 15-րդ գլխի 11-ից 12-ը արդեն սկսում է այս առակի մասին։ Դարձյալ ասած, մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. հայր, տուր ինձ ունեցվածքի ինձ հասնող բաժինը, եւ նա ունեցվածքը բաժանեց նրան։ Հիմա մի քանի օր հետ, չէ, 13-ը մնա դեռ։ Ուրեմն հիմա եկեք ստեղ ուշադրություն դարձնենք այն հարցին, որ տես ասում է, ուրեմն երկու որդի ուներ, ինքը մի որդի չուներ, այսինքն խոսքը գնում է այս մարդու երկու որդու մասին, ոչ թե մի որդու մասին, եւ ուշադրություն դարձնենք նաեւ, որ
Հիսուսը առակին անվանուն չի դրել։ Անուն չի դրել այս առակին։ Ինքը չի ասել անառակ որդու կամ ինչ որ որևէ մի բան։ Սրան անուն չունի, երբ որ մենք կարդում ենք, մենք չենք գտնի։ Այս անունը անառակ որդու առակը մենք ենք դրել եւ դրա համար էլ մենք ինքներս մեզ թյուրիմացության մեջ ենք գցել, որ առակը վերաբերվում է կրտսեր որդուն, որը հեռացել է։ Որդին հորից ուզեց իր բաժինը։ Հիմա մեր ժամանակների մեջ ապրող մարդկանց համար ինչ ոչ մի բան չի պատահել այդտեղ, մենք չենք կարող մեղադրել կրտսեր որդուն, որովհետև սովորական բան է, ասենք երիտասարդը ուզում է առանձին ապրել, իր հորից առանձին, ուզել է իր բաժինը եւ ինքը գնաց հորից։ Սակայն եկեք մի հատ ետ գնանք 2000 տարի առաջ։ Սա տեղի ունեցել 2000 տարի առաջ։ Հիսուսը իրեն ժամանակ է ասել, ինչ էր այն ժամանակվա օրենքները Հիսուսի ժամանակ։ Գիտեք, Հիսուսի ապրած տարիներին հայրը որդիներին ժառանգությունը բաժանում էր, երբ ինքը մահվան շեմին էր։ Երբ ինքը արդեն զգում էր, որ մահանալու է, կանչում էր որդիներին, տալիս էր իրենց բաժինը, օրհնում նրանց, եւ դրանից հետո ինքը հանգիստ հրաժեշտ էր տալիս կյանքին։ Երբ որդին այն ժամանակների մեջ իր ժառանգությունն է ուզում հորը, սա նշանակում է ասել երանի մահանայիր, որ ես ստանայի իմ ունեցվածքը։ Այսինքն ինձ ավելի ձեռնատու է քո մահը, քան ապրելը, որ ես ստանամ իմ հասանելիքը։ Սա հոր համար շատ մեծ վիրավորանք էր, սակայն հայրը առանց մի բան ասելու տալիս է, ինչ որ կրտսեր որդու հասանելիքներ։ Ղուկաս 15:13-ում մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց անառակությամբ ապրելով։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնեք այս մի բառի վրա, որ հեռու երկիր գնաց։ Ինքը վերցրեց իր բաժինը, ինքը կարող էր գնալ կողքի գյուղը, որ ավելի տերիտորիան ամեն ինչը ծանոթ էր իրեն, չէ՞։ Եվ նորից ազատ կլներ իր հորից առանձին, ինքը նորից ազատ մենակ կապրեր։ Բայց տեսեք ինչ է ասում Հիսուսը, գնաց հեռու երկիր։ Այսինքն ինքը ցանկացավ շատ հեռու լինել հորից։ Հոր մոտը չլիներ այնքան, ինչքան հնարավոր է հեռանում է հորից։ Այսպես չի արդյոք, որքան հեռանում ենք արդարությունից, հորից, այնքան ավելի խրվում ենք մեղքի մեջ։ Երբ դու հեռու ես հորից, չունես մեկը, որ քեզ ուղղություն տա ճիշտը սխալից զանազանելու համար, իր խորհուրդներով քեզ սխալ ճանապարհից ետ պահի։ Ինչպես միշտ հորից հեռու, հեռավոր երկրում, սկզբնական շրջանում ամեն ինչ շատ լավ է։ Դու նոր ընկերներ ունես, նոր շրջապատ ունես, որոնք քեզ գովաբանում են, բարձրացնում են քեզ եւ օգտվում են քո առատաձեռնությունից։ Սակայն ժամանակը գալիս է, երբ վատնում ես ամբողջ ունեցածդ եւ նույնիսկ ուտելու հաճ չունես։ Եվ ահա այստեղ է, որ հեռավոր երկիրը ցույց է տալիս իր իրական դեմքը։ Դու այլևս ոչ ոքի պետք չես։ Այն շրջապատը, այն ընկերները, բարեկամությունը, որ դու ունեիր, դրանք բարև անգամ չեն տալիս քեզ, ջուր անգամ չեն տա քեզ մի բաժակ խմելու։ Երկրում սով է լինում եւ այս երիտասարդը գործ է փնտրում։ Եվ ահա գործ փնտրելու ընթացքում այդ երկրի քաղաքացիներից մեկը իրեն գործ է առաջարկում իր խոզանոցում խոզերին կեր տալու։ Պատկերացնում եք Հիսուսը այս առակը ասում էր հրեական շրջապատում, չէ՞, ասենք մեղավորները, մաքսավորները եւ փարիսեցիները։ Եվ այդ հրեական միջավայրում, գիտեք, մենք ասենք պարզապես ասնում, թռուցիկ ասում ենք անցնում, սակայն նրանք շատ լավ գիտեին դա ինչ է նշանակում։ Մովսեսի օրենքով խոզին դիպչելը անգամ մեղք էր, որովհետև խոզը ինքը անմաքուր կենդանի էր։ Եվ եթե դու խոզին դիպչեիր անգամ, դու անմաքուր էիր եւ հասարակությունից պիտի զրկված մնայիր, չէր կարող մտնել հասարակության մեջ, մինչեւ քահանան նրան թույլ չտար, ընդուներ, որ ինքը մաքրված է։ Իսկ այս տղան ոչ թե խոզին ձեռք էր տալիս, խոզ էր կերակրում, խոզերի հետ էր քնում ինքը, խոզանոցում էր
Եվ այստեղ արդեն մեղքի կուլմինացիան ամենաբարձրագույն կետը, որ բոլորը այդ հրիա շրջապատը հասկանում էր ինչ է ասում Հիսուսը։ Ղուկաս 15-րդ գլխի 17-ից 19 կարդանք, եւ սթափվելով ասաց. Քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ, ու նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաններից մեկը արա։ Ուշադրություն դարձնենք այս բառին, ասում է եւ սթափվելով։ Անգլերեն տարբերակում գրված է when he finally came to his senses։ Այսինքն զգայարանները սկսեցին աշխատել։ Նա ուշքի եկավ։ Ուրեմն իր տնից հորմոտից դուրս գալուց հետո մինչև այս խոզանոց ընկնելը իր ուղեղը չէր աշխատում։ Իր զգայարանները չէին աշխատում, չէ՞։ Խելքը տեղը չէր։ Իրականություն չէ արդյոք, երբ ամեն անգամ թաղվում ես մեղքերի մեջ, հայտնվում ես խոզերի ներկայության մեջ, ուզում ես ետ վերադառնալ տուն, խորդ մոտ, սակայն մտածելով, որ այլևս ես չեմ կարող որդու իրավունքով մտնել, եւ համաձայն ես թեկուզ ստրուկի կամ ծառայի կարգավիճակով, միայն թե հայրը ընդունի քեզ։ Ղուկաս 15:20-ում նորից երկու կարևոր կետ կա, եւ վեր կացավ իր հոր մոտ եկավ, ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթած վազեց նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Ուրեմն առաջինը եկեք ուշադրություն դարձնենք, որ ասում է երբ նա դեռ հեռու էր։ Ինչ է նշանակում սա։ Հայրը պատահական դուրսը կանգնած չէր, որ տեսավ հեռվում որդուն։ Մենք այստեղ տեսնում ենք, որ հայրը միշտ դուրսը սպասում էր իր որդու վերադարձին, դրա համար էլ շատ թեկուզ հեռվում ինքը տեսավ ու ճանաչեց իր որդուն, որովհետև իր աչքը որդու ճանապարհին էր նա, որովհետև նա ետ էր վերադառնալու։ Եվ երկրորդ կարևոր կետը նայեք, ասում է հայրը վազեց, նրա վզովն ընկավ։ Նորից մեր հասարակության մեջ մենք կարող ենք ընդունել, որ հայրը վազեց, ոչինչ չի նշանակում մեզ համար, բայց նորից եկեք գնանք 2000 տարի առաջ։ Հրեական սովորությամբ հայրը նամանավանդ հարուստ եւ հարգված մեկը իր հասարակության մեջ իրավունք չուներ վազելու։ Եթե ինքը պիտի վազեր, այդ փեշերը իր չէ որ խալաթ էին հագնում, փեշերը պիտի բարձրացներ, որ կարողանար վազել։ Իսկ եթե իր ոտքերը երևային, ամենամեծ անպատվությունն էր իր հասարակության մեջ։ Հայրը իրավունք չուներ վազելու, ստրուկները կարող էին վազել, երեխաները կարող էին վազել։ Բայց այս հայրը վազում է, որ հասնի իր որդուն, որին նա սիրում է։ Սակայն ուրեմն ստեղ մի ուրիշ կետ էլ կա այստեղ։ Այդ ժամանակների համար, երբ որդին հրյան վերցնում էր իր բաժինը, իր հորտնից դուրս էր գալիս եւ գնում էր օտար, ասենք տեղեր, վատնում էր այդ փողը, լքելով իր հորական տունը, նա անհավատների հետ, ասենք, վատնում էր այդ փողը, ետ վերադարձի, այսպիսի սովորություն կար Իսրայելում, ետ վերադարձի ժամանակ գյուղացիները, համայնքի ծերերը գնում էին այս երիտասարդի, այս եկողի առջև, գյուղի սահմանի բերանում կոտրում էին մի հատ կավե սափոր իր ոտքերի տակ, նրան ասելով, որ դու այս վերադարձողը, այս համայնքի մեջ այլևս տեղ չունես։ Հիմա պատկերացրեք, որ հայրը վազում էր, միայն նա չէ, որ շատ էր կարոտել իր որդուն, դրա համար էր վազում, բայց նա ուզում էր բոլորից առաջ անցնել, նա ուզում էր այնքան շուտ հասներ, որ գյուղացիներից կամ այսենք այդ համայնքի ծերերից որևէ մեկը իրենից առաջ չանցներ եւ իր որդուն չստորացներ։ Երկու հատ կարևոր կետ կար այստեղ։ Եվ այստեղ մի ուրիշ իրավիճակ էլ կա,
վստահ եմ, որ բոլորդ ծանոթ եք, երբ հայրը նույն իրավիճակ, երբ հայրը իր որդիներին փրկելու համար, մեղքերից ազատելու համար իր պատիվն ու հարգանքը զոհաբերում է, կանգնելով իր որդու մեղքի եւ նրան մեղադրողների միջև։ Հիսուսը այստեղ պատմում էր իր խաչելության մասին։ Ղուկաս ավետարանի 15-ից 21-ում եւ որդին նրան ասաց. «Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ»։ Եվ նա ուզում էր շարունակել, իհարկե, վստահ եմ, որ այդ ամբողջ ճանապարհը հեռու երկրից ինքը որ եկել էր, անընդհատ իր մտքի մեջ ասել էր, թե ինչպես պիտի մոտենա հորը, ինչ բառերով պիտի խոսի, որ հայրը իրեն ետ վերցնի, եւ նա պիտի արդեն ասեր, որ ինձ քո վարձկաններից մեկը արա, սակայն հայրը չթողեց, որ այդ վերջին բառերը ասի ինքը։ Ղուկաս 22-24-ում ասում է. հայրն իր ծառաներին ասաց. իսկույն բերեք լավագույն պատմուճանը եւ հագցրեք նրան, մատին մատանի դրեք եւ ոտքերին կոշիկներ, բերեք պարարտ եզը, մորթեք, ուտենք, ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր ու կենթանացավ, կորած էր ու գտնվեց, եւ սկսեցին զվարճանալ։ Վստահաբար այդ լավագույն պատմուճանը հոր իր պատմուճանն էր, որովհետեւ արդեն որդու բաժինը տվել էր, գնացել էր, եւ մատանին էլ դա կնիքն էր, որ այդ երիտասարդը պատկանում է այդ ընտանիքին, պատվավոր անդամ է, ոչ թե ասենք ծառայող, եւ հետո կոշիկները, գիտեք այն ժամանակների համար միայն ստրուկները եւ ծառաներն էին ոտաբոբիկման գալիս։ Որդիները երբեք ոտաբոբիկ չեն, նրանք անպայման կոշիկ էին հագնում, դա իրենց առանձնացնում էր ծառաներից եւ ստրուկներից։ Եվ իհարկե պարարտ հորթը։ Այս պարարտ հորթը ամեն մի հարուստ ընտանիք Իսրայելում ուներ, սա նրանք պահում էին հատուկ առիթների համար։ Ղուկաս ավետարանի 15-ից 25-ում իսկ նրա ավակ որդին դաշտում էր, մինչև գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։ Հիմա նայեք, ավակ որդին դաշտում էր, նա այնքան զբաղված էր իր գործերով, որ տեղյակ չէր իր հոր տան մեջ խնջույք կա։ Գիտեք, երբ որ գյուղում այդպիսի հասարակության մեջ մի խնջույք էր լինում, մեծ հարուստ մարդու, ամբողջ գյուղը հրավիրված էր իր ավականիով, բոլորը հրավիրված էին խնջույքի։ Ուրեմն ամբողջ գյուղը խնջույք էր անում, այստեղան տեղյակ չէր, որովհետև ինքը շատ զբաղված էր իրեն գործով դաշտում։ Ղուկասի 26-28-ում իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե ինչ է այդ։ Նա էլ ասաց նրան, եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ եւ առողջ ընդունեց։ Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Հասանք այս առակի ամենակարևոր կետին, որի համար էլ Հիսուսը ասել էր այս ամբողջ առակը։ Հենց այստեղ Հիսուսը փոխում է արդեն առակի ուղղությունը։ Ուղակի հասցեագրելով այս փարիսեցիներին։ Հիշում եք, նրանք բարկանում էին, որ Հիսուսը մեղավորների եւ մաքսավորների հետ խնջույքի է նստել։ Հիմա հայրը խնջույքի էր նստել իր մեղավոր կրսեր որդու հետ։ Եվ ահա գալիս է ավակ որդին եւ նա բարկացավ, երբ որ լսեց, որ հայրը խնջույք է անում մեղավոր որդու համար։ Հայրը առաջի անգամ վազեց դեպի իր մեղավոր որդին, երբ տեսավ նա վերադառնում է, եւ հիմա էլ հայրը դուրս է գալիս իր խնջույքից, վազում է ավակ որդու առաջ, որպեսզի նրա հետ խոսի։ Հիսուսի ապրած տարիներին սա, որ ավակ որդին չէր ուզում մտնել իր խնջույքին, շատ մեծ վիրավորանք էր։ Հոր համար սա ավելի մեծ վիրավորանք էր, քան ինչ որ կրտսեր որդին էր արել, որ իրեն բաժինն էր ուզել։ Որովհետև երբ որ կրտսեր որդին իր բաժինը ուզեց, ինքն ու իր հայրն էին, ուրիշ մարդ չկար այնտեղ։
ինքը որ վիրավորեց հորը։ Հիմա այս ավակ որդին մեծ տղան, որ վիրավորում է հորը չմտնելով հոր խնջույքի մեջ, սա հասարակության մեջ, այդ հասարակության մեջ շատ մեծ վիրավորանք էր եւ ահա ինքը ոնց որ publicly ամբողջ գյուղը տեսնում էր, որ ինքը չի մտնում իր հոր ուրախության մեջ։ Ղուկաս 15:29-ից 30-ում իսկ նա հորն ասաց. ահա այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ, եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ ես մորթեցիր։ Հիմա լսեք սրա խոսքը, այսքան տարի ծառայում եմ քեզ։ Անգլերեն տարբերակում եթե դուք նայեք, այսպես է ասում. all these years I have been slaving for you. Այսինքն ստրկություն եմ արել քո համար։ Ուրեմն այս որդու համար իր հոր տան մեջ աշխատելը համարում էր որպես ստրկություն։ Նկատենք, որ ինքը վիրավորված էր, որ իր, ասենք, ծառայության համար ինքը չի վարձատրվում։ Ավակ որդին այսքան ժամանակ չէր հասկացել, որ ինքը որդի է եւ այն ամենը, ինչ հայրը ունի, իրեն է պատկանում։ Ծնված օրվանից, քանի ինքը որդի է, իրեն է պատկանում։ Նա աշխատելու, ծառայելու, ասենք, պետքություն չունի այս ամենին տիրանալու համար։ Պետքություն չունի ցույց տալու հորը, որ, ասենք, ինքը ինչպես խոնարհաբար ծառայել է հորը, որ, ասենք, ամեն ինչը ծառայել, այդ ծառայությունը պարգևատրման նպատակով է եղել։ Նա մինչև հիմա չի հասկացել, որ ինքը հոր ներկայության մեջ է եւ ցանկացած ժամանակ ինքը կարող էր խնջույք կազմակերպել, ասենք, իր ընկերների, բարեկամների համար։ Հիմա լսենք իր արտահայտության ձևը։ Նայեք ինչ է ասում։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, նա չի ուզում նույնիսկ ասել, որ եղբայրս եկավ։ Իրան որքան հնարավոր է հեռու է պահում մեղավորից, որովհետև եղբայրը մեղավոր է։ Չի ուզում նույնիսկ ասել, որ դա իր եղբայրն է։ Եվ բացի նրանից ինքը ասում է, որ նա որ պոռնիկների հետ կերավ ունեցվածքը։ Եթե ամբողջ առակը կարդաք, դուք ոչ միտեղ չեք տեսնի, որ Հիսուսը ասում է, որ նա պոռնիկների հետ է կերել։ Սա մեծ եղբայրը ավելացնում է, այսինքն մեղքի վրա մեղք է ավելացնում։ Ինքը իր բարկությունը արդարացնելու համար ոնց որ ավելի մեղավոր ճանաչի իր եղբորը։ Այսպես չէ՞ արդյոք յուրաքանչյուրիս հետ, երբ որ ասենք մենք փորձում ենք ինքներս մեզ արդարացնել, ամեն կերպ աշխատում ենք վարկաբեկել դիմացինին, այսինքն եթե մի բան արել է, մի բան էլ վրան ավելացնել, որպեսզի մենք ինքներս մեզ արդարացնենք։ Հիմա ավակ որդին երբեք իրեն որպես չի ճանաչել որդի իր հոր մոտ։ Միայն կատարել է հոր հրամանները եւ հիմա դրա դիմաց ինքը վարձատրություն է սպասում, պահանջում։ Մի պատմություն կա, ուրեմն մի եկեղեցու մեջ մի ծառայող կին բոլորից առաջ է գալիս, ամեն կիրակի պարտադիր ինքը գալիս է եկեղեցի եւ ինքը բոլորից առաջ է գալիս, մաքրում, սրբում է ամեն ինչ, աթոռներն է դասավորում, այնպես է անում, որ երբ որ իր քույր եղբայրները գան, ամեն ինչ պատրաստ լինի նրանց համար եւ մտնում ինքը աղոթում է, մինչև ժողովրդի հավաքվել է։ Եվ ահա մի օր մի մարդ է գալիս այդ եկեղեցում եւ այս մարդը ժամանակին տարիներ առաջ ինքը նույն եկեղեցու, նույն համայնքի մարդ է եղել եւ ինքը շատ, ասենք, անհաջողակ անձնավորություն է եղել, այսպես ասեմ, վիրավորել է շատերին, հարբեցողությամբ է զբաղվել։ Հիմա այս մարդը եկել է եւ եկեղեցու ամենավերջում նստած է եւ դու տեսնում ես, որ ինքը, ասենք, իր խոնար աչքերը, այսպես ներողամտություն են հայցում ամեն մեկը, որ մտնում է այդ եկեղեցի, կարծես ասելով, որ ես իմ ներողությունն եմ խնդրում, որ ձեզ այդպես եմ վերաբերվել, ասենք, տարիներ առաջ։ Հիմա արարողության վերջում հովիվը ողջունում է այս մարդուն, ժողովրդից մի քանիսը գնում են բարի գալուստ, մի քանիսը նույնիսկ գրկախառնվում են իրար հետ, տեսնում են, որ ինքը բոլորովին փոխված մի անձնավորություն է, սակայն ամենաշատը այս կինն է վիրավորվում։ Այսինքն ինքը վիրավորվում է, որ
իր այս բոլոր ծառայությունները, որ տարիներ շարունակ ինքը անում է, ոչ մի անգամ այսքան ուշադրության չի արժանացել, ինչ որ այս մարդը, որ արժանի չէր։ Եթե մեզանից որևէ մեկը այսպես է մտածում այս կնոջ նման, ուրեմն մենք պետք է փոխենք մեզ, որովհետև սա փարիսեցու կերպար է։ Փարիսեցիները ծառայողներ էին, միշտ հորտան մեջ, սկզբից մինչև վերջ ծանոթ բոլոր Մովսեսի աստվածային օրենքներին, եւ սա էր պատճառը, որ մտածում էին միայն իրենք են արժանի Աստծո թագավորության մեջ խնջույքի մասնակցելու։ Հիսուսը ուղղակի նայում է նրանց ու ասում. «Դուռը բաց է, խնջույքը պատրաստ է, ձեր հայրը կանչում է ձեզ, կմտնեք արդյոք»։ Բայց դուք պետք է վայր դնեք ձեր ծառայացուցակը, ձեր ներդրումների ցանկը։ Դուք պետք է ընդունեք, որ այն նույն ողորմությունը, որ փրկում է մեղավորին, փրկում է նաև ձեզ։ Կրտսեր եղբոր մեղքը բոլորի կողմից նկատվում էր, նա հայտնվել էր խոզանոցում, ավակ եղբայրը քողարկված էր հոգևոր հագուստով։ Ինքը քողարկված էր իր հնազանդությամբ, եւ այս երկուսից վտանգավորը ավակ եղբայրն է, որովհետեւ նա ով ցեխի մեջ է, բոլորը տեսնում են, որ նա մեղքի մեջ է, եւ ինքն էլ գիտի, որ մեղքի մեջ է, եւ երբ ինքը ուշքի է գալիս, ապաշխարում է, խնդրում է հորը ներումը, եւ նա վերադառնում է եւ թեկուս ասենք որպես ծառա ուզում է վերադառնալ, որպես ստրուկ սպասավոր դառնա, իսկ ավակ եղբոր հարցը ուրիշ է։ Նա մտածում է, որ ինքը հորտան մեջ է, հնազանդ, մեղքերից զերծ, իր ծառայությունների համար ինքը պետք է վճարվի, պարգևատրվի։ Նա չի մտածում, որ ինքը մեղավոր է եւ փրկությունը միայն Աստծո ողորմությամբ է գալիս, կատարվում, ոչ թե որևէ մեկը արժանի է դրան, ոչ մեկս էլ արժանի չենք դրան։ Օրինակ Պողոս առաքյալը Եփեսացիների 2:8-9 գրում է. «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, եւ սա ձեզանից չէ, այլ Աստծո պարգևն է, ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա»։ Սա է, որ հոգևոր նախանձը ոչ միայն դեմ է, որպեսզի մեղավորները ստանան Աստծո ողորմությունը, նաեւ փորձում են ավելացնել նրանց մեղքերը, որը եւ արդարացնում է իրենց բարկությունը, որովհետեւ որքան շատ ու ասենք վատ են այս մեղավոր մարդկանց մեղքերը, ուրեմն այնքան անարդար է նրանց մտցնել Աստծո թագավորության մեջ։ Մենք բոլորս հիշում ենք Հովնանի պատմությունը, երբ որ Աստված Հովնանին ուզում էր ուղարկել Նինվե, Ասորիստանի մայրաքաղաքը, ուրեմն այնքան չարություններ կային Նինվեում, որ Աստված 40 օրից պետք է կործաներ Նինվեն։ Եվ ինքը Հովնանին ուղարկում է Նինվե, որպեսզի նա մարգարեանա։ Հովնանը փախչում է հակառակ ուղղությամբ, Աստված ականջից բռնեց, գետի փորի մեջ բերեց եւ նրան ուղարկեց Նինվե։ Հովնանը գնաց Նինվե, ինքը մարգարեացավ եւ իր մարգարեանալուց հետո պատկերացրեք թագավորը եւ ամբողջ Նինվեի ժողովուրդը պատրեցին իրենց հագուստները, քուրձեր հագան, նստեցին մոխիրների վրա, 3 օր նրանք հաց չկերան, ջուր չխմեցին, խնդրում էին Աստծո ներողամտությունը եւ Աստված ներեց նրանց, չկործանեց Նինվեն։ Եվ Հովնանը շատ բարկացավ։ Եվ ինքը ասեց Աստծուն, որ իրեն փախչելու պատճառը հենց սա էր։ Գիտենալով, որ Աստված ողորմած է եւ կարող է ներել, չէր ուզում, որ այդ քաղաքը գոյատևեր։ Հիմա Հովնանը Փարիսեցու գաղափար ուներ։ Ղուկաս 15:31-32-ում հայրն ասաց նրան. «Որդյակ, դու միշտ ինձ հետ ես եւ ամեն ինչ, որ իմն է, քոնն է։ Բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր ու կենթանացավ, կորած էր ու գտնվեց»։ Հիմա այստեղ մեծ եղբոր խնդրեմը այն է, որ ասենք դու երբեք չես փորձել, չես ձգտել ստանալ, խնդրելու անգամ պետքություն չուներ, ինքը ուզում էր այծը մորթել կամ որևէ բան իր ընկերներին հրավիրել, բարեկամներին, ինքը ոչ մի անգամ նույնիսկ չի փորձել, չի ձգտել։ Դու միշտ իմ ներկայության մեջ ես եւ այն ամենը, ինչ ունեմ, միշտ քոնն է եղել։ Եվ պետքություն չունես, չես ունեցել ծառայելու, այն ստանալու համար։
Պետքություն չես ունեցել հաշիվ նստելու, ասենք, պահելու քո արածների համար, որpիսի հետո էլ գաս ու ինձանից վարձատրություն պահանջես։ Դու ծնված օրվանից որպես որդի ժառանգել ես այս ամենը։ Բայց մենք պետք է տոնենք այս առիթը։ Եթե մեկը մահացած է եւ եթե գալիս, երկար բարակ չես մտածում, ոչ էլ քննարկում ես հարցը, այլ խնջուկ ես կազմակերպում եւ ուրախանում։ Մենք այստեղ տեսնում ենք, որ երկու եղբայրն էլ խնդրեմ ունեին։ Նրանք հոր ներկայությունը չէին ուզում, այլ նրա ունեցվածքը։ Երկու որդիներն էլ օգտագործում էին հորը։ Մեկը վերցրեց իր բաժինը եւ գնաց հեռու երկիր վատնեց այն, իսկ մյուսը մնաց հոր մոտ, սակայն մտածում էր, որ ինքը ստրկություն է անում հոր համար եւ դրա փոխարեն պետք է վարձատրվի անպայման։ Երկուսն էլ իրենց հորը չէին սիրում, ինչպես որ հայրը կար։ Կանգնած երկուսի միջև առատաձեռն, սիրող եւ հավատարիմ։ Ամենամեծ նվերը խալաթը, մատանին, կոշիկները չեն։ Ամենամեծ նվերը հոր ներկայությունն է։ Սա է, որ հայրը առաջարկում էր երկու որդիներին, բայց երկուսն էլ չտեսան դա։ Արդյոք դու սիրում ես քո երկնային հորը, թե սիրում ես այն ամենը, ինչ որ ստանում ես նրանից։ Արդյոք դու ծառայում ես Աստծուն, որովհետև նա արժանի է, թե հաշիվ ես պահում, որպեսզի վերջում քո վարձատրության համար պահանջես նրանից, եւ ծառայության համար վարձատրություն պահանջես։ Հրեական օրենքով, երբ բաժանում էին որդիների ունեցվածքը, 2/3 գնում էր ավագ որդուն, իսկ 1/3 գնում էր կրտսեր որդուն։ Երբ որդին ծախսելով ամեն ինչը վերադարձավ հոր մոտ, նա արդեն ոչինչ չուներ այդտեղ, իր ամբողջ ունեցվածքը տարել էր եւ վստահաբար այն խալաթը, որ հայրը ծառաներին ուզեց որ բերեն եւ գցեն որդու վրա, դա իր սեփական, ասենք, խալաթն էր եւ մատանին իր սեփական մատանին էր եւ մորթեց բարարդ հորթը, որ ասենք ամեն հարուստ ընտանիք պետք է ունենար, պահում էր կարևոր իրադարձությունների համար։ Սա ոչ թե ասենք մարդկային, այլ աստվածային սեր էր հոր կողմից։ Առակի մեջ հայրը վազում է դեպի մեղավոր որդիները։ Աստված պատմության մեջ վազեց դեպի մեզ, չարչարանքների միջով, խաչի միջով, դատարկ գերեզմանի միջով, վազեց դեպի մեղավորը, կոտրվածը, կորածը, խոզանոցում ապրողը, որը մտածում էր, որ ինքը արժանի չէ նույնիսկ որպես որդի կոչվի, արժանի լինել, չլինելը երբեք էլ հարց չի եղել։ Ոչ ոք արժանի չէ, կարևորը հոր սերն է։ Հիսուսը այս առակը ասում էր փարիսեցիներին, 30 նրանց ասում էր, որ մաքսանենգները եւ մեղավորները իրենցից առաջ են մտնելու Աստծո թագավորության մեջ։ Նրանք արդեն ներսն էին, որ Հիսուսը դուրս եկավ փարիսեցիների մոտ։ Եվ սա նրանց դուր չէր գալի իհարկե, որ ասենք իրենցից առաջ պիտի մտնեն։ Այսինքն իրենց այդ տասնյակ տարիների ծառայությունը հորտան մեջ Աստծուն ծառայելը իրենց համար չէր ապահովում այդ կարևոր, ուրեմն առաջավոր կամ փառավոր աթոռները։ Եվ ահա սա էր, որ փարիսեցիներին նեղացնում էր, նրանք բարկանում էին, չէին բարկանում, որ Հիսուսը այնտեղ կերակուր է ուտում, բայց սա էր իրենց բարկացնում, որ իրենցից առաջ իրենց ծառայությունները հաշիվ չի, իրենցից առաջ արդեն մտնում են թագավորության մեջ, այն էլ մեղավորները։ Հիմա ավակ եղբայրը կարող էր հանդուրժել կրտսեր եղբոր վերադարձը։ Եթե նա վերադառնալ համեստ, խոնարհաբար, ասենք մտներ հորտան մեջ, խնդրեր որպես ծառայող, սպասարկու, տարիներ շարունակ իր մեղքերը քավելու համար գլուխը կախ աշխատեր, այս ժամանակ ավակ եղբայրը կհանդուրժեր, բայց ոչ որպես հավասար, գար ու ամիջապես նստեր նույն սեղանին իրեն հետ, ունենար նույն հորական խալաթը եւ որդիական մատանին։ Եթե անառակը ստանում են նույն ողորմությունը, ապա ինչու համար էր ինքը այդքան երկար տարիներ խոնարհաբար ծառայել։ Հիմա եթե դու հնազանդ ես եղել, որովհետև սիրել ես հորդ, ապա իհարկե կներես եղբորդ, իհարկե կուրախանաս իր հայտնվելով, իհարկե կուզես, որ քո եղբայրը նստի քո կողքին,
հագնի խալաթը, ունենա որդիական մատանին, բայց եթե քո հնազանդությունը նրա համար է, որ հոր այդ ծառայությունների համար պահանջես իրենից վարձք, եւ հանկարծ մեկը, որ մեղքերի մեջ թարված ոչինչ չի արել, ու գալիս է եւ հանկարծ նա նույն ողորմությունն է ստանում, ինչ որ դու պետք է նստի քո կողքին եւ վայելի նույն սերը հոր կողմից։ Երբ Հիսուսը առակ էր պատմում, նա միշտ վերջացնում էր առակը, սակայն ուշադրություն դարձնենք, որ այստեղ Հիսուսը առակը չվերջացրեց։ Ես իհարկե վերջացնում եմ իմ խոսքը, Յուրիկ եղբայր, խնդրում եմ։ Ուրեմն հայրը մենք տեսանք, որ դուրս եկավ եւ իր ավակ որդուն խնդրում էր, որ ներս գա իր խնջույքին մասնակցելու։ Եվ սրանով էլ վերջանում է։ Առակի վերջում մենք չենք տեսնում, որդին ներս մտավ, մասնակցեց խնջույքին, թե ոչ, այսպես վերջանում է։ Հիմա գիտեք, Հիսուսը դիտավորյալ չի վերջացրել այս առակը, որովհետև սա մի անցած կատարված պատմություն չէ, որ ինքը պատմում էր, սա ներկա շարունակական պատմություն է, և փարիսեցիների ժամանակ, երբ որ ինքը փարիսեցիներին էր ասում այս առակը, մենք շատ լավ գիտենք ինչ եղավ, փարիսեցիները ներս չմտան խնջույքին, որովհետև ընդամենը մի քանի շաբաթ հետո դավադրաբար բռնեցին Հիսուսին և խաչը հանեցին, նրանք չեկան, չմասնակցեցին, իրենք դավադրաբար Հիսուսին բռնեցին, բայց ավակ եղբորը մենք չգիտենք, որովհետև սա շարունակական է և հիմա հարցը գալիս է մեզ, մենք այս շարունակությունն ենք, ահա մենք ինքներս, խնջույքը պատրաստ է, դուռը բաց է, արդյոք մենք մտնելու ենք այդ խնջույքին Աստծո թագավորության մեջ, թե փարիսեցիների պես չենք մտնելու, արդեն մեզնից է կախված ամեն ինչը։ Ես սրանով վերջացնում եմ այսօրվա իմ ծառայությունը, խնդրում եմ բոլորդ ոտքի կանգնեք, մի փոքր աղոթքով